Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 16 Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ, Սաղմոս 27-րդ գլուխ առաջին խոսք Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, այստեղ մենք անձնական հռչակում ենք տեսնում, Իմ լույսը, իմ փրկությունը, հոգին համոզված է դրանում, ուստի համարձակ հայտարարում է դա, վերստին ծնունդով հոգու մեջ աստվածային լույսն է ծագում որպես փրկության նախակարապետ, որտեղ բավականաչափ լույս չկա, բացահայտելու մեր սեփական խավարը և մեր մեջ փափակ դնելու դեպի Տեր Հիսուսը, այնտեղ փրկության բավարար ապացույց էլ չկա, Դարձի գալուց հետո մեր Աստվածը մեր ուրախությունն է, մխիթարությունը, ուղեկիցը, ուսուցիչը և ընդհանուր առմամբ մեր լույսը, լույս մեր ներսում, լույս մեր շուրջը, լույս արտացոլված մեզանից և լույս, որ դեռ պիտի հայտնվի մեզ, նկատեք, որ այստեղ պարզապես չի ասվում, որ Տերը լույս է տալիս մեզ, այլ որ Տերն ինքը լույս է և ոչ էլ ասվում է, որ նա փրկություն է տալիս, այլ որ նա ինքն է փրկությունը, ուրեմն նա, ով հավատքով կառչել է Աստծուց, ունի ուխտի բոլոր օրհնությունները, սա հաստատված փաստ է և սրանից բխող փաստարկը որպես հարց է ձևակերպված, ես ումից պիտի վախենամ, սա մի հարց է, որն իր մեջ կրում է պատասխանը, խավարի իշխանություններից պետք չէ վախենալ, քանի որ Տերը, մեր լույսը, ոչնչացրել է դրանց, դժոխքի անեծքից պետք չէ սարսափել, քանի որ Տերն է մեր փրկությունը, սա շատ է տարբերվում պարծենկոտ Գողիաթի մարտահրավերից, որովհետև այն հիմնվում է ոչ թե մարմնի բազկի սնապարծ զորության վրա, այլ մեծ Ես էմի ամենակարող զորության վրա, Տերն է իմ կյանքի զորությունը, սա երրորդ բոցաշունչ հայտարարությունն է, որը հավաստում է, որ հեղինակի հույսը երեկպաշտիկ թելով է կապված, որը շուտով չի կտրվի, Ժողովող 4 գլուխ 12-րդ խոսք, մենք կարող ենք ի սրտե գովաբանել Տիրոջը, երբ տեսնում ենք նրա առատաձեռն շնորհքի բազում գործերը, մեր կյանքն Աստծուց է առնում իր զորությունը, և եթե նա բարեհաճի զորացնել մեզ, ոչ մի հակառակորդ ի վիճակի չի լինի թուլացնելու մեզ, ես ումից պիտի սարսափեմ, այս համարձակ հարցը վերաբերում է ինչպես ներկային, այնպես էլ ապագային, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, թե հիմա, թե ապագայում,